Մենք անցել ենք բոլոր սահմանները որպես հասարակություն, ոչ միայն քաղաքական առումով, իրար վիրավորելու, ատելության խոսք, սպառնալիքներ տարածելու մասով։ Կան լրատվամիջոցներ, որոնք հեռացնում են իրենց մեկնաբանություններից նման խոսք պարունակող հայտարարությունները։ Կան լրատվամիջոցներ, ուղղակի հայտարարություն են գրում, որ կհեռացնենք, բայց չեն հեռացնում, որ իրենց ձեռնտու է հեռացնում են, որը ոչ։ Ես անգամ տեսել եմ լրատվամիջոց, որ ինքն է լայվի տակ մոռացել account-ը փոխի, ինքն է լայվի տակ ատելության խոսք տարածում լրատվամիջոցի անվանման տակ, դա անթույլատրելի է։ Եկեք մենք գոնե, եթե անգամ հարցազրույց եք վերցնում քաղաքացուց, քաղաքական պաշտոնյայից, որը որ ատելության, սպառնալիքի հայհոյանք է պարունակում իր մեջ, մի տեղադրեք այդ հարցազրույցները։ Ուղղակի փորձեք դաշտը մաքրել այդ գաղջից, որը հիմա է տիրում։ Տիկին Թոմասյան, սա նաև վերաբերվում է ձեր վերահսկողության տակ գոյություն ունեցող լրատվամիջոցներին։ Հաջորդը Սահմանական դատարան իշխանության շահը։ Ես ասում հորդորում եմ ջնջել մեկնաբանությունները, որն է վերաբերվում։ Մի վարքյան, սպասեք։ Ես չասեցի ձեզ վերաբերվում, ասի, ձա վերաբերվում է ձեր լրատվամիջոցի, ձեր ենթակայության տակ լրատվամիջոցի խմբագիր, ունի պատասխանատու, եւ հայրապետական դաստիարակչական չեն, Տիկին Մինասյան եւ Տիկին Թովմասյան։ Ես իմ ելույթն եմ ունենում, ինձ մի ընդհատեք։ Ու մի թույլ տվեք, որ ինձ ընդհատեն։ Կդիմեմ։ Հարգելի գործընկերներ, Հնարիկ ջան, լավ, ուրիշ տարբերակ չլինի։ Ապատեղեկատվությունը հերքելու։ Եթե հիմա չվերադառնաք բնականon հուն, ես ընդմիջում կհայտարարեմ։ Տիկին Մինասյան, ես ընդմիջում կհայտարարեմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։